գարմիր ներգված ձագերգան իր ցերքերում վրա քեղարտով գողնե խոցված ով է աս վշդաց դերն ով ինչու է վիրավորված արքայի մգեր բարանքով փայց ինչու թեմքն է ավրված Քրիստոս է պարած մեծ իշխան իր կյանքով փրկանք տվավ խոնարհեցեք բաշտեցեք զայն Հիսուս զոր փրկիչ որ կողքոտայելած գմերնի անարկ մահով գաղոթևասնիր թշնամյաց գտնե երբ կյանքն սիրով ով է աս որ շարժի երգիրս արեկագնալ մտնալ շիրիկներիս անգարս պացվին կլխի գոր երբ մեռնյան Քրիստոս է պարած մեծ իշխան իր կյանքով փրկանք տվավ խոնարհեցեք բաշտեցեք զայն Հիսուս զոր փրկիչ Աստուծո սուրբ խոսքին մեջ այսպես գրված է. Որտյագիմ քու սիրտդ ինձի դուր։ Արագած 23-26 համար։ Այս խոսքը Աստուծո կողմեն մարդու ուղղված խնդրվածք մնե։ Նա կփափակի քու եւ իմ սիրտս ունենալ։ Մենք Աստծո շատ բաներ կխնդրենք, բայց նա մեզ միայն մեկ բան կխնդրե, որ մենք մեր սիրտերը իրեն նվիրենք։ Բայց ինչու՞։ Միթե Աստված բանիմը կարոտ է։ Ոչ։ Եվ եթե նույնիսկ դալ ուզենք, մենք ով ենք, եւ ինչ ունենք, որ անոր բան մտալու կարող լանք։ Ոչինչ։ Սակայն եւ այնպես մեկ բան ունենք։ Երբ որ Աստված մեզ իր պատկերին պես եւ իր նմանությունով ստեղծեց, անիկա մեզի տվավ ազատ կամքի դեր ինքնությունը եւ մեր բոլոր ունեցածը այս է։ Ուստի մեր սիրտը Աստծո տալ ըսել է մեր էությունը, մեր ազատ կամքը, մեր բոլոր ունեցածը եւ ալ մեզի ամենեն թանկագին եղած բանը դալ ըսել է։ Բայց մեկը պիտի ըսե. ինչ պետք է որ ես իմ սիրտս Աստծո տամ։ Այս լուրջ հարցումին գուզենք պատասխանել հետևյալ քանիմը կետերով։ Առաջին, մենք պետք է մեր սիրտը Աստծո տանք, քանզի նա, այսինքն Աստված, միայն ասով կկոհանա։ Աստված սեր է, եւ ան իր բոլոր ստեղծագործությունը կսիրե, սակայն
ամենն ավելի իր ուշադրությունը եւ սերը կապված է իր ստեղծած մարդ Արարածին։ Քանզի այսպես գրված է. Իմ զվարճությունս մարդոս որդիներուն հետ էր։ Արագած 8-րդ գլուխ 31-րդ համար։ Ուստի թուն եւ ես այն հզոր եւ ամենագալ Աստծո ուշադրության եւ սիրո արարգաներն ենք։ Սակայն ճիշտ այս տեսակետն է, որ մեր երկնային հոր սրդին մեջ խորունգ վիշտ մծակում արած է, որ երբ նա մարդս այսքան մեծ սիրով սիրած է, տակավին մարդ Արարածը իր սիրտը Աստծո տալու հոժար չէ։ Ահա հոս է վիշտերուն վիշտը, ամեն սիրտ, որ անոր փացված չէ, անոր նվիրված չէ, անոր, այսինքն Աստծո խոր ցավին պատճառ է։ Ուրեմն մենք մեր Արարիչին սիրտը ուրախացնելու համար պետք է անոր տանք մեր սիրտերը, ինչպես որ ինքը կփափակի, որտյագիմ քո սիրտդ ինձի դուր ըսելով։ Հիմա հաջեցեք մյուս կողմը դարձնել։ Երկրորդ, Աստված գուզե մեր սիրտերը ունենալ, որպեսզի մեզի գադարյալ քոհացում բարգեւե, ոչ հարստություն, ոչ փառք, ոչ պատիվ, մարդուս սրդին գադարելապես չեն կարող քոհացում տալ։ Ունայնություն, ունայնությանց, ամեն բան ունայնություն է, գսե Սողոմոն իմաստուն։ Նաև Սուրբ Օգոստինոս հայրաբեդնալ ըսած է. ով դու մեծ եւ ահավոր Աստված, մեր հոգիները հավետ անհանգիստ են, մինչև այն ադեն, որ քու մեջդ հանգիստ գտնենք։ Թող միանա մարդկային սիրտը աստվածային սիրտին հետ, եւ թունդես հոն ինչ խորուն խաղաղություն, ուրախություն, ապահովություն եւ քոհացում հարաճ կուքա։ Երրորդ, Աստված կփափակի մեր սիրտը ունենալ, որբեսի մեզ մեր ենթակա եղած ամեն կերպ ապագանութենեն եւ թշպախտութենեն ազատե։ Մարդկային սիրտը խիստ խաբեբա եւ չար է։ Կուզենք բարիլալ, սակայն անկարող ենք։ Մեր չար ցանկություններուն, մեր գիրքերուն գապված մեղքի եւ սատանայի քերիներն ենք։ Այս պատճառով Աստված կուզե մեր սիրտը, որբեսի իր հոգիին ներքործությունով, ապաշխարության եւ վերստին ծնանելու փորձառությունով մենք հաղթող հանդիսանանք մեղքի եւ սատանայի դեմ։ Ինչպես գրված է, ես ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրվիք եւ ձեզի նոր սիրտ մը պիտի դամ եւ ձեր ներսիտին նոր հոգի մը պիտի տնեմ։ Եզեկիել 36-րդ գլուխ 25-ն մինչև 26։ Չորրորդ, Աստված մեր սիրտը գուզե մեզ իրեն նմանցնելու համար։ Քանի անոր հետ եւ անոր համար գաբրինք, օրստորե Աստվածային մաքուր եւ սուրբ նկարակիրը մեր մեջ գզարկանա եւ գզորանա։ Ինչպես Պողոս առաքյալ քաղաքացի քրիստոնյաներուն ըսած է. Որտյակներս, որ ցեզմով նորեն ծննդական ցավ կքաշեմ, մինչև որ Քրիստոս ձեր մեջ ցեվագերբի։ Քաղաքացիս 4-րդ գլուխ 19-րդ համար։ Ահա ասոնք են քանի մը գլխավոր պատճառներ, որով Աստված կուզե մեր սիրտը ունենալ։ Ուրեմն եկուր, սիրելի բարեկամ, մանավանդուն իմ ասքիս հարազատ զավակը, Սուրբ Լուսավորիչին, Սահակին եւ Վարդանին հավատքին ժառանգագից լինելու գանչված հայորդի, ընդունե Աստծո այս մեծ հրավերը։ Անցյալին մեջ թուն շատ բաներու քու սիրտը տվիր, ալ հիմա
արթուն եւ սկաց եղիր եւ քու սիրտդ Աստուծո նվիրե։ Թող Աստված ինքը ուրախանա քեզմով եւ թունալ իրմով։ Այո, տանք մեր սիրտերը անոր, որ արժանի է մեր սիրույն, անոր, որ իր միածին որդին մեզի ղրգեց եւ անիգա խաչին վրա մեր բոլոր մեղքերուն համար զոհվեցավ։ Այո, տանք մեր սիրտերը անոր եւ վայելենք այն բոլոր օրհնությունները, զորս Աստված խոստացած է մեզի, սակայն չմոռնանք, որ այս գոչը մերժելը ունի ահավոր պատասխանատվությունը, թադաստանը անհերքելի եւ գորուստը սարսափելի եւ հավիտենական տանջանքներով։ Ուրեմն, սիրելի բարեկամս, եկուր սիրտդ Աստուծո դուր, այսինքն անգետ զղջումով, մեղքերդ Աստուծո խոստովանելով, Քրիստոսի թիմե, անիգա քեզ պիտի ընդունի եւ մաքրե քեզ իր սուրբ արինովը եւ իր հոգի ներգործությունով քեզի նոր սիրտ մը պիտի տա եւ թուն Քրիստոսով նոր արարածը պիտի ըլլաս։ Դերը քեզ օրհնե։ Լրոմը վրահերի իպրնշան ամոթի գանքնացեր խաչմը անհարտուհին գսիրեմ այն խաչնզի վասն մեղած աշխարի հոն մերով պգիչն մեր սիրելի բիտ պարիմ ես այն հին խաչին մինչև վարդնեմ իմ հաղթանակ բիտ գարչիմ ես անհարդ այն խաչին մինչև որ փոխարեն առնեմ թակ թեև հին խաչն ունի փիծեր սուրբ արյունի քեղեցիկ կերևնա իմ աչքիս զի Հիսուս անոր վրա գրեցավ ու թարնմա որ ներում սրբացում դասդիս բիտ պարիմ ես այն հին խաչին մինչև վարդնեմ իմ հաղթանակ բիտ գարչիմ ես անհարդ այն խաչին մինչև որ փոխարեն առնեմ